Ստամոքսի խոցը ստամոքսի լորձաթաղանթի բաց և բորբոքված եզրերով վերք է։ Այն նաև անվանում են գաստրիկ խոց։ Ավելի հաճախ խոցը առաջանում է բարակ աղու սկզբնամասում 12 մատնյա աղիքում, որին անվանում են 12 մատնյա աղու խոց կամ դուոդենալ խոց։ Այս երկու տեղակայման խոցերը երբեմն դիտարկվում են խոցային հիվանդություն կամ պեպտիկ խոց անվան ներքո։ Ստամոքսի խոցի ամենահաճախ հանդիպող պատճառներից են հելիկոբակտեր պիլորի, որը բակտերիայի մի տեսակ է, ասպիրինի և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցների ընդունումը, ինչպիսին է իբուպրոֆենը, ադվիլը, մոտրինը և այլն։ Չնայած տարածված կարծիքին, կծու մթերքները չեն կարող առաջացնել ստամոքսի խոց, սակայն կարող են վատթարացնել առկա խոցի գանգատները և ախտանիշները։ Ստամոքսի խոց ունեցող մարդկանց մեծ մասը կարող է որևէ գանգատ կամ ախտանիշ չնշել։ Ստամոքսի խոցի ամենահաճախ հանդիպող գանգատը որովայնի վերին հատվածում տեղակայվող մռմռոցն է կամ այրող ցավը։ Որովայնի այս շրջանը համընկնում է ստամոքսի անատոմիական տեղակայման հետ, ուստի այս տեսակի ցավը հաճախ ներկայացվում է որպես ստամոքսի շրջանի ցավ։ Սկսվելով այս շրջանից, ցավը կարող է տարածվել վերև դեպի կրծքավանդակ և պարանոց, ներքև դեպի պորտ կամ ետ, դեպի թիկունք։ Ստամոքսի խոցի ավելի հազվադեպ հանդիպող գանգատները և ախտանիշներն են մարսողության խանգարումը, դիսպեպսիա, կամ որ նույնն է ստամոքսի խանգարում և այրոցք, իժոգա, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը կամ փսխումը, վքնածությունը, փորափքանքը, մետեորիզմը, ստամոքսում գազերի առկայության և փքվածության զգացումը, յուղոտ կամ ճարպոտ մթերքը մարսելու դժվարությունը։ Երբեմն, եթե զարգանում են ստամոքսի խոցի բարդություններ, կարող են ի հայտ գալ ավելի ծանր և ավելի սուր ախտանիշներ, ինչպիսիք են ստամոքսի շրջանում դաշույնի հարվածի ցավ և ինքնազգացողության կտրուկ վատացում, որը հաճախ խոցի թափածակման նշան է, պերֆորացիա, արյունային փսխումը, որը սուր խոցային արյունահոսության նշան է, կղանքի մքացումը և սևացումը, որը վկայում է կայացած խոցային արյունահոսության մասին։ Վերջին 3 ախտանիշներից մեկնումեկի առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգել շտապօգնություն կամ դիմել մոտակա վիրաբուժական կենտրոն։ Ստամոքսի խոցը ավելի հաճախ ախտորոշվում է էնդոսկոպիայի մի տեսակ համարվող գաստրոսկոպիայով, որի ժամանակ բժիշկը ազատ ծայրում լուսավորող տեսախցիկ ունեցող ճկուն խողովակը բերանի միջոցով զգուշությամբ ներհրում է դեպի ստամոքս և զննում է այն ներսից, փորձելով գտնել խոցեր։ Բժիշկը նաև կարող է նշանակել հելիկոբակտեր պիլորիի վարակի ստուգման հետազոտություն։ Ինչպես է բուժվում ստամոքսի խոցը։ Եթե ախտորոշվում է ստամոքսի խոց, ապա ձեզ կարող է առաջարկվել հետևյալը. որոշ հակաբիոտիկների զուգակցում ուղղված հելիկոբակտեր պիլորի բակտերիաների ոչնչացմանը, եթե այն հայտնաբերվել է, դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվայնությունը, օրինակ պրոտոնային պոմպի արգելակիչներ, ինհիբիտորներ։ Եթե ստամոքսի խոցը բարդացել է թափածակումով կամ արյունահոսությամբ, ցուցված է անհետաձգելի վիրաբուժական բուժում։ Իսկ ստամոքսի չբարդացած խոցը սովորաբար ենթարկվում է բուժման, սակայն ոչ հազվադեպ հիվանդությունը մնում է չախտորոշված և հանգեցնում է լուրջ բարդությունների։ Հիվանդության վաղ ախտորոշումը թույլ է տալիս, որ խոցը անհետևանք բուժվի։